ինչ ակնկալիքով եք դա տանի Բաքվում եւ հաշվի առնելով, որ Արցախի հանրապետությունն եք ներկայացնում, իսկ Սամվել Կարապետյանը մեծաթիվ ներդրումներ է կատարել Արցախի հանրապետությունում, հենց Արցախի հանրապետության մեր քաղաքացիները ինչպես են վերաբերում այն փաստին, որ բարերարը այսօր կալանավորված է արդեն 4 ամիս։ Նախ ակնկալիքներից սկսենք, առանձնապես արտարադատության ակնկալիք չունեմ, ավելին համոզված եմ, որ բաց չեն թողնելու, իրենք նման շքեղություն իրենց թույլ չեն կարող տալ այս փուլում եւ Սամվել Կարապետյանը ազատության մեջ ավելի մեծ վտանգ է ներկայացնում։ Ինչ է դեռ նախընտրական փուլ։ Այո, բոլոր տեսանկյունները, քաղաքական տեսանկյունն էլ որ սա կարողանալու են հрамցնել չի ստացվել եւ հիմա փորձում են փոփոխության ենթարկել, այսպես ասած, փորձված թանը ամփոփ, այո, այսպեսի իրավիճակ է հիմա, որ կերել է, չգիտեմ, թալանել է, այն ինչ որ նախկինում աշխատել է, փորձելու են նման ձևով պիտակավորել։ Համոզված եմ, որ դա էլ չի ստացվելու։ Ինչ վերաբերվում է Արցախի համար իրականացվածին, կարծում եմ միայն Արցախի համար չէ, ամբողջ Հայաստանի համար Սամվել Կարապետյանը հանդիսանում է այն մարդկանցից, որոնք յուրաքանչյուր ազգ մեծ այդպես դրվատանքով պետք է վերաբերվի եւ ցանկալի կլինի, որ նման որդիներ ցանկացած ազգ ունենա։ Ցավոք սրտի մեր պարագայում նկատում ենք, որ ցանկացած ոք, որ համաձայն չէ այս քաղաքական կուրսին, էական նշանակություն չունի, թե նախկինում իր հետ ինչ հարաբերություններ են ունեցել, նույնը եկեղեցու հետ հարաբերություններն է, ինչու՞ չէ նաև Սամվել Կարապետյանի հետ իրենք որոշակի հարաբերություններ ունեցել են միջև նրա քաղաքական հայտարարությունները իրականացնելը, դառնում է իրենց համար մեկ թշնամի եւ փորձում են պայքարել։ Այս պարագայում կարծում եմ, որ անհաջողությունը իրենց կողմից ավելի այդպես երևացող է լինելու, որովհետեւ ի սկզբանե ազատազրկումը բերեց մեր ձևով շարժման, որն անգամ ընդդիմադիր դաշտում գործող առաջին խաղացողներն այսօր ընդունում են, որ փաստացի այդտեղը զիջել են եւ այս պահին քաղաքական ընդդիմություն կոչվածը ավելի շատ համախմբվում է հենց մեր ձևով շարժման մեջ, հասկանում ենք, որ այդ մեր ձևով շարժումը առաջնահերթորեն դա Սամվել Կարապետյանի անձն է, այդ մասին նաև նրանց քաղաքական ներկայացուցիչներն են հայտարարում։ Այսինքն կարծում եք, որ մեր ձևով շարժումը օրինակ կխոչընդոտի իշխանության վերարտադրությունը 2026-ին։ Բոլոր նախադրյալները կան, որպեսզի այս շարժումը համազգային այդպես շարժ ունենա, եթե հետ գնանք 20 թվականից հետո տեղի ունեցած իրադարձություններին, փաստացի ամենամեծ թիվ հավաքածը գետնի վրա եւ փողոցում եղել է Բագրատ Սրբազանի շարժումը, այս պահին կա նոր ալիք, որը մի քիչ քաղաքական տրանսֆորմացված է եւ ավելի շատ ոչ այդքան փողոցային պայքարի, այլ ինստիտուցիոնալ պայքարի շրջանակներում է, բայց այո, բոլոր նախադրյալները կան, որպեսզի կոնկրետ այս շարժումը հանդիսանա որպես այլընտրանքային ընդդիմություն, որը կկարողանա լայն շրջանակներ ապահովել, որովհետև Փաշինյանական իշխանությունը ավելի շատ ամրացված է այդպես անտի-ռեյտինգների վրա, իսկ Սամվել Կարապետյանի պարագայում ինչքան փորձում են պիտակավորել, կպցնել, ինչ որ բաներ անել չի կպնում, մինչև այսօր փաստացի իրենք անհաջողության են հանդիպել, դրա համար հիմա փորձում են մեղադրանքի տրանսֆորմացիա իրականացնել։ Պարոն Աղաբեկյան, այսօր նախ խնդրեմ հստակեցնեք, դուք միացել եք մեր ձևով շարժմանը, թե ոչ, հետո հարցս։ Ոչ, ես չեմ միացել, բայց դա որևէ նշանակություն չունի, շարժմանը չեմ միացել, բայց նույնիսկ երբ որ շարժումը չի եղել, նրանք ովքեր որ հետևել են իմ հանրային գործունեությանը, դեռ առաջին փուլում, երբ որ այս ամբողջ process-ը գնացել է, ես իմ աջակցությունը հայտնել եմ բոլոր նրանց, ովքեր որ ռեալ իրական քայլեր ձեռնարկել են այս իշխանության դեմ, այդ թվում նաև մեր ձևով շարժմանը, որը փաստացի իր առջև դրած խնդիրները որոշակի քայլ առ քայլ լուծում է։ Եվ պարոն Աղաբեկյան, այսօր փաստաբանը պարոն Կարապետյանին Ամստերդամը նշել է Հայաստանի դեմ գրել ենք այնքան, մինչև Կարապետյաններին ազատ արձակեն, դուք սա ինչպես կմեկնաբանեք, ճիշտ է նա հետո հաջորդ տողում ասում եք Փաշինյանի դեմ ենք գրոհելու, բայց Հայաստանի դեմ գրոհելը դուք ինչպես եք հասկանում, ինչպես կմեկնաբանեք։ Ես կարծում եմ, որ փաստաբանի ասած մեկնաբանողի կարգավիճակին վրա վերցնելու ոչ ցանկությունն են, ոչ պարտավորություն։ Իմ կարծիքով սա այս ողջ process-ը քաղաքական է եւ փաստաբանը իրավաբանական տեսանկյունից իր արտահայտությունների համար ավելի լավ է իրենից հարցադրումներ անեք,
եւ հասկանաք թե ինչ է դառնալ ուզում ասել։ Բայց Հայաստանի դեմ կգրոյինք այնքան մինչև Կարապետյաններին ազատ արձակել Դե չեք։ հիմա ես այդ փաստաբանը չեմ, էլի ավելի լավ է իրանից հարցնեք թե ինքը դրանով ինչ նկատի ուներ եւ ինչ էր ուզում ասել։ Նաև համեմատություն է տարել այն, որ հայ 2 միլիարդատեր բանտում են գտնվում, մեկը Բաքվի բանտում է, մյուսը Հայաստանում եւ նշել է, որ յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա, թե ինչու է Սամվել Կարապետյանը Հայաստանում, Բաքուն կարող են ինչ որ կերպ հասկանալ։ Դուք այս հարցը ձեզ տվել եք եւ ինչ պատասխան ունեք ձեր մեջ։ Տեսեք, ես չեմ կարծում թե ստեղ էականը միլիարդատերը կամ չմիլիարդատերն է։ Այս պահին ոչ թե Բաքվի, այլ հայկական բանտերում բավականին մեծ թվով քաղաքական բանտարկյալներ կան։ Եվ այդ քաղաքական բանտարկյալների հիմնական մեղավորությունը այս իշխանության դեմ դուրս գալն է։ Այն մնացածը թե Բաքվի բանտում ով է, այստեղ ով է, իհարկե շատ ցավալի է, որ Բաքվի բանտում մենք միլիարդատեր ունենք, բայց փաստը, որ այսօր Հայաստանի իշխանությունները իր հետ բոլոր անհամաձայնություն ունեցողների հանդեպ կիրառում է ցանկացած տեսակի ռեպրեսիա, այդ է հիմա այդ շրջանակներում է ստեղ տեղում գետնի վրա ինչ որ եթե իրացվելու լինի, այստեղ պետք է իրացվի եւ քաղաքական որոշումներով։